Մի կովերը կթենք, որ հետո գնանք սնձի։ Այ պոշ, արիմար ալարի, արյոհո, արիմար ալարի, այ պոշ, այբժեչ իմ ձենին ես այրանք բազելով գալիս են։ Արիմար ալարի, այ պրշ, այ պոշ, այբժեչ արի, դերևի վախում ա կամերայից, այ պոշ, այմա ալարի, ով գիտի հեն գիտի ուզում ես նկարես, տանես, այ պոշ, այ պոզիջան արի, այմա ալարի։ Քաշով մին ոսկի էսպես են մադանում խոսում ազգուշի մասին, որ 1000 ջահելից ջահել է, 1000 առույգից առույգ։ Լույսը պետին տվեց ազգուշին գյուղում չես գտնի, մի ոտքը հանդերում, մի ոտքը սարերում, մի ոտքով էլ քաղաքում։ Լուսաբացից շուտ է զարթնում, Սիրունին ու Մարալին կթում, կաթը տեղավորում ու հայդե ոտքով քաղաք։ Գել ու գազան չի հարցնում, նույն ճանապարհով տուն է դառնում ու իրեն գցում հանդեր, տարվա այս եղանակին սինձ ու մասուրի։ Բայց նախ եւ առաջ կթի գործն է առաջ գցում մեղմ ու քնքուշ ձայնով, եղջերավորների հետ խոսելով, հանգստացնելով ու թուլացնելով է անցնում գործի, որ կաթն առատորեն բաշխեն ազգուշին ու չպահեն կրծքում, քանի որ հորթերն այլևս կաթ չեն ուտում, իսկ ամբողջը չկտվելու դեպքում շատ արագ կաթը կկտրվի ու կմնա առանց եկամտի։ Ազգուշը նկատել է այդպես կենդանին եւ շատ է կտվում եւ կաթն է ավելի խնոտ, այսինքն յուղալի ստացվում։ Լավ կովեր են։ Ես մինը մի քիչ խնդակից, հա, բայց լավն է։ Են մեկը շատ հեշտակից է, երեխեքն է կկթեն։ Երեխա ժամանակ շնողի սարում ենք եղել, 13 թոռ էինք ու բոլորով գնում էինք սար, տատիկ պապիկի մոտ, դա մեր ամառային էքսկուրսիան էր։ Բայց ուզում էինք կթենք, տատը չեր թողում, կաթը կրքի չանա, չես կարում, պապս ինք շատ էր սիրում։ Ասում էր, լավ բան չկա, թող ինքն էլ կթի, կախելի այդ պտեգրեկը ու փորձվեինք։ Այդպես կով կթել յուղ ու պանիր անել սովորեց, երբ կարելի ասել հազիվ էր տառաճանաչ, իսկ 24 տարի առաջ մադան հարց գալուց հետո մի գոմ լիքնանասուն կթեց ու էլի չհոգնեց ու չտրտնջաց ազգուշը։ Հետո այնպես ստացվեց, որ ստիպված գլխաքանակը կրճատեցին, բայց ազգուշը հուսահատվողների չէ, նորից ստեղծեց, նորից արավ դրեց, հիմա էլ այդ ճանապարհին է։ Առայժմ 2 կով ու 2 հորթ ունի։ Գարնանը մեկն էլ կծնի, գուցե համառ ու ոչ մի կերպ ցլիկի հանդիպել չցանկացող Սիրունն էլ մայր դառնալու ցանկություն ունենա ու այդպես։ Կարևորը լավատեսությունը չկորցնել ու չծուլանալ, ասում է Պեցու կրակ ազգուշն ու շարունակում կիթը։ Գյուղում համարյա բոլորի կովերը ցամաքել են, ազգուշի կովերը ոնց ասում են մայիսյան կովերի նման յուղոտ կաթ են տալիս, անգամ այս ձմռան կեսին։ Դա նրանից է, որ ազգուշը կերը տեղն է պահում, մեկ-մեկ էլ կովերի համար Մոցարտ ու Բախ է միացնում։ Նրանք էլ խաղաղվում ու ավելի շատ կաթ են տալիս։ Կերակրում ենք, չի անում։ Էլի սովորական կթվում է։ Հիմի ոչ մեկինս են չի կթվում, կա 6-7 կով են կթվում, այսքան չեն կթվում, բայց սրանք խելոք են, լավ կովեր են։ Այդպիսին է ազգուշը, դժգոհել չունի, եղածով գոհանալ գիտի ու ամենակարևորը եղածով, ստեղծածով հարևան բարեկամի հետ կիսվել, ծանոթ ու անծանոթին լավություն անել գիտի, որ մեր ժամանակներում մոռացվող բան է։ Հետո պետք է կովի վրա չչրանաս։ Ետ ամենակարևորն է, եթե կովի վրա չրացար, գոռացիր, խփեցիր, նա չի կանգնի ու կաթը համով չի լի։ Ես օրինակ երաժշտություն եմ միացնում ու նոր եմ կթում շատ ժամանակ, ամլում է, բացի երաժշտություն շատ եմ սիրում։ Առանց դժվար ոչ մի բան չկա, բայց պետք է ամեն դեպքում միշտ առաջ նայես։ Ես այդ ձև եմ։ Մի բան էլ կասեմ, ոչ նադա, պետք չի, ո՞նց է։ Կարող է մի պահ, հետ մի պահը ներվահանել է, այդ կանցնի։ Հետո էլի նույնն է։ Բավջի չեմ սիրում դժգոհ։ Նախ մարդ պետք է գիտակցի, որ դժգոհ ես ինչի համար։ Դու ինչ արիր, արթնացար, ինչ գործ արիր։ Հիմա այսօր ես համ գաթա եմ թխել, այն որ մի քիչ ձուլ մնացել էր, այն բիսկվիթ եմ գցել։ Մի հատ հաց եմ թխել, որ հետներս անտառել տանեն գլի։ Բերկացե դռներ, մռներ տան գործ բնականաբար։ Էլ ասենք ովը կկթենք, մաշնա կտանք։ Ես զարմանում եմ, ջահել են, բայց չեն աշխատում։ Ես առավոտը վեր եմ կենում, այս մոշի թփերը տես ինչ մոտիկ էր։ Ոնց որ քեզ ասեն լոդրես, դուրս արի էլի հավաքի։ Այդտենց սկսել եմ հավաքել։ Մեկ-մեկ ասում են, բայց ինչ դժվար է։ Այն մարդ 2 գրամ մոշը ինչքան ծանրություն պետք է լինի։
Կամ կովը ինչա։ Ես կպահեմ, բայց չեմ պահում։ Չգիտեմ, ես սիրով եմ։ Դաժե ես այգին էլի սիրով եմ։ Հայ մեզ կովի ոտի տակին բոլոկ կա, բող կա։ Հանես կլի, մնացել է դե։ Ես ստի կովը կթեի, ու գնեին առայքշտին շխատեի, ոչ մի անգամ չուշանեի։ Նարան ասել, աչ սոման ուշանմա, բայց ես տանեիմ կաթը ինձ հետ ծախեի, իմ օրվա փողը շխատեի, 2000 դրամ գոհլեի, ու էլի դեի։ Ազգուշի կահկարասի մաքրությունն ուղղակի ապշեցնում է, արևի տակ շողշողում են կաթսաները, որ ամեն օր վառարանից մրոտվում, բայց իր արագաշարժ ձեռքերով նույնքան արագ էլ մաքրվում են։ Գործի ընթացքում հազար ու մի պատմություն է մտաբերում Ազգուշը, թե քանի անգամ ոտքով կաթը քաղաք տանելու ճանապարհին անծանոթները նաև տուրիստները կանգնել ու առաջարկել են քաղաք իջեցնել, ինքն էլ համաձայնել ու որպես շնորհակալություն կաթը հյուրասիրել ու ամեն անգամ գովեստի խոսքեր լսել։ Հիմի կաթ քամում եմ, ու հետո լցնում եմ շշերը ու նոր տանում եմ քաղաք վաճառքի։ Սենց հեշտ է բեդրով, իսկ եթե ես եմ մշակում, նոր արդեն կասդուրկում։ Բայց հիմա կարիք չկա, մենակ լապսանը պետք է թացանենք, որ հեշտ քամվի ինքը։ Կիթի տարաները լիքն են, տեղավորում, հետո էլ հանդի պատրաստություններ է տեսնում, հաց, պանիր, այդքանն էլ հանդի համար հերիք է, ասում է Ազգուշն ու շարունակում պատրաստությունը։ Ես մադանի ներքևն ինչպես միշտ կաթերը ձեռս իջել էի դի։ Մեկ էլ տնամ ես աղջիկ եկել ասում է քաղաք եք իջնում, հասկացնում է ինքը։ Ասում եմ հա, ասում է դե եկեք մեզ հետ գնանք։ Հետները նստեցին, մարդիկ իհարկե ինձ լավություն արին, բայց ես մոռացա, ես մոռանալու խնդիր հիմի ունեմ։ Մոռացա դե հեռախոսս ու այդպես իջա։ Կաթ հյուրասիրեցի իրան, ինքն էլ այդ չամադաններ ընկե որ ինձ ինչ որ բան նվիրի։ Ասում եմ պետք չի Կամֆետ հյուրասիրեց ու բուտերբրոդը ուներ այդպես հյուրասիրեց, ասում ես ինչ համով, այմ ասա ձեռք հետ պատճեմ, ասեմ չէ կարիք չկա, ասում եմ, այդ մեր կովի կաթն է։ Մենք հանդը որ գնում ենք, սովորաբար երկար ժամանակով ենք գնում, այսօր կփորձենք շուտ հետ գանք։ Հա Փիսոս, սպասի ես աքեզել եմ տալի, լավ մի բան տանք էլի ուտի Փիսոս, հիմա գնում ենք սնձի։ Ամեն օր համարյա հանդ ենք գնում, բայց ոչ տենց սնձի էլի։ Մասուրի, մամուրի, օրինակ բարբարիսի, մամուխ կա անտառում հիմի շատ օգտակար է։ Տուրկը տուրել չի կողմում, ասում այս կողմերում մարդիկ ազնիվ են արդար, այնպես որ խիղճը հանգիստ անասունը գոմում թողնում է ու հանդ գնում։ Լալվարի փեշերին հազար ու մի բարիք կա, Ազգուշն արդեն թվեց, սակայն հավաքողներ հիմա արդեն չկան, ժամանակին երբ ինքը նորահարց էր, այստեղ ապրողները հատկապես կանայք երգելով ուրախ գնում էին հանդեր, հոն ու մոշի, հիմա բնական բարիքները մնում են թփերին ու ծառերին, չորանում, կորչում գնում։ Հիմա ինձ հավաքելու ամենալավ սեզոնն է, կարմիր մանր պտուղները մի լավ ցրտահարվել են, ինչը նշանակում է, որ ավելի առողջարար են, հազար ու մի հիվանդության դեմ լավագույն դեղամիջոց։ Մանավանդ երևան, հիմա ես արդեն բուրե են ծախում ընդի, արդեն գիտեն սրա կարևորությունը, որ տանում ես, չէ բուրե վերցնում են։ Ասենք մատչելի գնով էլի, որ կարելի է գնալ իսկապես հավաքել ու դա քո աշխատանքն է։ Հիմի դու ինչքան ես ստանում ամսական, ինչ պետք է առնես, ախը կոմունալը տալիս ես տակին բան չի մնում է, մի հատ էլ արանքում ուզենաս շոր առնես, էլի չի մնա, պետք է ցանկություն լի, բորանեն, մի բան լի, ուզենաս քո երեխին այդ մի հատ լավ բանն էլ ունենա, այդ մի լավ բանից էլ հագնի, դա տենց է։ Օր չի լինի, եթե օրվա մեջ գոնե մի ժամով Ազգուշը հանդ չգա, ոչ թե փող աշխատելու ցանկությունն է մեծ, այլ ավելի շատ ափսոսում է, որ բնության տված անտեր ու դուզ ոնց ասում են, փտում կորչում է։ Հարևանուհիներին էլ է համոզում հանդ գալ, բայց քչերն են համաձայնում պատճառաբանելով, թե գործը դժվար է, հոգնեցնող, գուցեև հոգնեցնող է ալարկոտի ու չաշխատողի համար, բայց ոչ Ազգուշի։ Ընդհանրապես բնությունն եմ սիրում, հիմի մեր շնողնասարը, ընդեղ եմ մեծած, ավելի շատ եմ սիրում, այն ամեն քարն եմ սիրում, ամեն ինչն եմ սիրում։ Եթե դու լավ մարդ ես, քու հայրենիքում եկաս այդ ամեն ինչ ստեղծես, Ռուսի հողը կամ արտասահմանյան հողը դա նշանակություն չունի։ Եթե որ ուզեցիր, որ այդ երկրում այդ ամեն ինչը ունենաս, ստեղծես, էլի պետք է ունենաս։ Մի մենք չենք ստեղծել այդքան դժվարությամբ, որովհետև դժվար է եղել երեխեքին դասի ուղարկելը։
Պատահում ատանում եմ, քաղաք ծախում եմ, գալիս եմ, դերեմ նոր քնած, մի քիչ բեր ենք ենում, ես արդեն եկել ես, թեկուզ են, որ օգտվեն, թեկուզ են, որ տաննա, թեկուզ, որ երեխին օգտակարա, մարդի մեզ ինձ չեն սիրում, սինձը ծախեն, ինչ են սիրում, են վերցնեն, ճնշումս մչև 240 բարձանում է, բայց հիմի, որ գալիս եմ հավաքում, էլի կարգավորվում է։ Ես օրինակ ես ինձ լավ եմ զգում, երբ մեկին օգնում եմ, մեկին հասնում եմ կամ մեկի խնդրանք կատարում մի բան, երեխեքից կարում եմ մի բան անեմ, ուրախանում եմ, ինձ լավ եմ զգում։ Հիմա ինչից պետք է հոգնես, էդ եմ ասում, ինչից։ Ախր սիրուն է, տանը նստած հոգնում ես, թե ձանձրանում ես 4 պատի։ Ես քաղաք չեմ սիրում։ Գնում եմ, քույրս ասում է, հարևաններն էլ են հասկանում, որ ես գնացել եմ, որովհետև ժամը 4-ին չխկթխկը սկսում է։ Ստեղ արդեն կարաս այդ ժամին քո հոգնածությունն անցկացնես ու ցերեկը դուրս գաս էներգիադ սպառես բնության։ Ինչի՞։ Ազգուշը հազարափեշակ կին է, խալի գործել, ասեղնագործել, ամենարհեստի էլ տիրապետում է ու ինչ էլ ձեռնարկում արդյունքը զարմացնում ու հիացնում է։ Տիկին Ազգուշի ամուսինն էլ երեխաներն էլ արդեն գիտեն, որ նրան անտառ գնալն արգելելն անհնար է, այնպես որ որքան էլ նրանց սրտով չէ, բայց արդեն հաշտվել են այդ մտքի հետ։ Առհասարակ զարմանալի կին է, էներգիայով լի, բարի, աշխույժ, չափազանց հայրենասեր։ Իրենք էլ քաղաքում ապրելու հնարավորություն են ունեցել անգամ աշխատանք, բայց նախընտրել է ոտքով գյուղից հասնել քաղաք ու վերադառնալ, քանի որ իր համար հայրենասիրությունը նաև արդեն կիսադատար գյուղը շեմ պահել է։ Թող բոլորը սիրեն մեր երկիրը։ Մեր երկիրը ուրիշ երկիր է։ Երկիրը մեղավոր չի երկրի նախագահով կամ վարչապետով։ Մենք պետք է սիրենք մեր բնությունը, մենք պիտի աշխատենք, մենք պիտի մեր երեխեքին ուրախացնենք։ Ու երկիրը երբեք էլ մեղավոր չի։ Եթե ուզես կաշխատես եւ քո երկրում եւ կունենաս ամեն ինչ։ Սպասում են տենան կողքից ով ում ինչ պիտի տա, վերցնի։ Ամառ դեպի ձեռքը ոտը ես ունեմ։ Խի ես չտամ։ Ո՞ս սպասեմ ինչ որ մեկը ինձ մի բան կբերի։ Սինձը, որ հավաքում է, պարզապես նվիրելու է հարազատներին, մեկին, որ սրտի ու ճնշման խնդիրներ ունի, գուցե թե իր օգնությունն էլ հիվանդին այս տեսքով է ու ոչինչ, որ ծառի փշերը ձեռքերը վնասել են, ոչինչ, որ գիշերները ցավից չի քնի, կարևորը գիտակցումն է, որ մի հոգու էլ այսօր լավություն է արել։ Միդույն արդեն լիքն է, ժամանակն է ընդմիջման, հանդում սովորական հաց ու պանիրն էլ ավելի լավ է ուտվում, քան տանն, ասում է ու սեղան բացում։ Մարդ է ցելած, մեկի դեսար ինչքան ուզում ա կերացել ես, մեկ էլ տեսավ սովեցի։ Բնականաբար պետք է մի բան ուտես, չէ՞։ Տիկին Ազգուշի որդին զինվորական է, ինքն էլ է ստեղ իր տունն ու է սարերը պահելով է սահման պահում ու ապրում այն գիտակցումով, որ ամեն թիս հող թանկ է ու դրա պահպանությունը ոչ միայն զինվորի գործն է, այլ յուրաքանչյուրիս, ամեն մեկիս։ Պիտի բոլորս մենք մեր տեղում լինենք։ Ու բոլորս գիտակցենք, որ սա մեր հողն է, մենք պետք է պաշտպանենք դրան։ Բոլորս պետք է գիտակցենք, որ առանց սրա հայրենիք չենք կլի, առանց մենք չենք կլի, ազգը չի լի։ Պետք է սիրենք մեր հողը, մեր բնությունը, մեր գիրկը, փոխանը, պետք է աշխատենք, որ ավելի շենանա, ավելի լավանա, ոչ թե մարդիկ մտածեն գնան Ամերիկա, Ամերիկայից մտածեն գանք Հայաստան ու հանգստանանք։ Թող եկին խաղաղությունը լի։ Հա։ Ինչքան պատերազմն է անայել է, թող էլ չլի պատերազմը։ Թող մեր հայ ժողովուրդը ես մեր հողերից նա պակասել են։ Միցիս հողնել ես մեր ստայրի շատ թանկ է։ Միցիս հողնել չի կարելի ոչ բանի հետ փոխել, ոսկի չէ ինչ ուզում ալի։ Ազգուշը պնդում է, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել հողի արժեքը, քանի որ առանց դրա մեր հայրենիքն ու ազգը չեն կարող գոյություն ունենալ։ Էտուր են գնում ու ամբողջ ժողովրդով հավաքվում Երևանում, ինչ է այնտեղ անվճար մեղր են բաժանում։ Աշխատողն էստեղ էլ իր վաստակը կգտնի, բանտեր են մնալու այս հանդուչոլը, այս գյուղերը, որ տանջանքով են ստեղծվել ու հազարամյակներ շեն մնացել։ Չէ, անարդար է այս կարգը, պետությունը պիտի օրենքով խոչընդոտներ ստեղծի այս Երևան փախչողների համար, հետո ուշ կլինի, դժգոհում է մեր զրուցակիցը։ Նա կոչ է անում սիրել հողն ու բնությունը, որովհետև միայն այդպես կարող ենք ապահովել մեր ապագան։ Աշխատանքը եւ ջանքը, որը ներդնում ենք հայրենիքում, կբերի դեպի բարգավաճում, ոչ թե երկիրը լքելով, այլ այստեղ Հայաստանում ապրելով ու զարգանալով։ Եվ միայն այդ դեպքում կարող ենք իրական երջանկություն գտնել մեր հոգում ու երկրում, ասում է։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։